Փոքրիկի ծնողներին ինչ դիտարկումներ կանեք, ինչպիսին է երեխան ու դուք ոնց եք մտածում, ոնց կարող է երեխան գետ ընկնել։ Իրականում մենք այսօր առաջնահերթ Տիգրանի քույրիկի հյուրերն էինք, որտեվ 4 տարեկան է քույրիկը ու շատ մտահոգ էինք երեխայի հոգեվիճակով։ Ծնողների մասին ուղղակի այսպես խոսքերը գտնել դժվար է, թե ինչ վիճակում է ընտանիքը։ Դեպքը որքանով, որ մենք գործընկերոջս հետ կարողացանք քույրիկի հետ խաղերի եւ ուղղակի դեպքի վայրում ենք եղել, հա։ Երեխայի տանից դուրս եկանք, շատ երկար 2 ժամուկես խաղացել ենք, ինքը մեզ պտտել է ամբողջ մանրամասնությամբ երեխան նկարագրել է, ասեմ, որ 4 տարեկան երեխան զարգացման այն աստիճանին է, որ չեմ կարող համեմատական խոսքեր գտնել, շատ զգուշ, շատ դաստիարակված։ Նույնիսկ մեզ էր երեխան ասում, որ մոտ մի գնացեք գետը, այսինքն երեխաները ապրելով անպաշտպան գետի ափին, իսկ անպաշտպան խոսքս ուղղում եմ, որ նման գետի ափին բնակության համար ուղղակի պետքա պարիսպ լինի, իսկ դա պետական հոգացության հարց է, քաղաքացին այդ հարցը չի կարող հոգալ, բայց ընտանիքի մասով կարող եմ ասել, որ 4 տարեկան երեխան գիտեր, որ պետք է այդտեղից հեռու լինի, մեզ անձամբ զգուշացնում էր։ Ինչ վերաբերում է ծնողների հետ ծանոթացանք մասնավորապես մայրիկի հետ, ամբողջ ընտանիքի հետ, այնտեղ էին հորաքույրը, հորեղբոր կինը, իրենց թույլտվությամբ տեսանյութեր նայեցինք փոքրիկի մասին, այսպես աչքերս փակում եմ, այդ երեխան է աչքիս առաջ գալիս, որովհետև երգող, հաղորդակցվող, չափազանց աշխուժ, վազվզող, բոլոր երբ որ քույրիկի հետ շրջում էինք, բոլոր հարևանները նկարագրում էին ինչքան աշխուժ ու խաղացող երեխա եղել ու շատ կապված իր ծնողների հետ։ Իրականում համացանցում են նկատեցի անտանելի ատելության խոսք ծնողների մասին ու իմ կոչն է եւ իմ աչքի տեսածն եմ կիսվում, որ դուք այս ընտանիքի մասին չեք կարող նման կարծիք ունենալ, որովհետև 4 տարեկանը ունի իր պաշտպանությունը եւ եղբոր հանդեպ պաշտպանություն, ընդհանրապես մի քանի մետրի հարց է եղել, որ քույրիկը հասել է տուն, երեխան ուզեցել է գնա հայրիկի մոտ եւ այդ հատվածում ողբերգություն ուղղակի անկանխատեսելի է եւ իրականում ոչ մեկ նման ողբերգություններից պաշտպանված չէ ու շատ կարեւորում եմ այս պահին մեր նեցուկ լինել ընտանիքին, որովհետև ընտանիքը անտանելի ծանր վիճակում է, այս կորուստը չափ չունի, այս կորուստը սահման չունի, որ կարողանանք նկարագրել։ Փոքրիկ աղջիկը ինչ վիճակում է, ինքը հոգեբանորեն հասկանում է ինչ եղել, ձեզ ինչ էր պատմում, ցույց տալիս էր։ Երեխան իրականում գիտի, որ բոլորը եղբորն են փնտրում, երեխան մեզ պատմեց, որ մի քանի օրից իր եղբոր ծնունդն է, երեխան այնքան գիտակից է եւ այնքան սթափ է իր խոսքի մեջ, որ սենց հատ ամբողջը նկարագրում է, բայց այն կետը, որ ինքը արդեն տուն է մտել եւ երեխան ոնց որ հետ է գնացել, այդ պահի ականատեսը արդեն ինքը չէ։ Նկարագրության մեջ քույրիկը եղբոր համար ասում է, որ իրանք միշտ խաղացել են, իրանք տանը մի հատ ուրիշ քույրիկ էլ ունեն, որը հորեղբոր երեխան է եւ շատ համերաշխ տպավորությունս այդ ընտանիքից այն էր, որ կարելի ասել իդեալականին մոտ մեծ ընտանիք ու ես ասեմ, որ փոքրիկը Տիգրանը ինքը սովոր չի եղել դրսում մենակ լինել, դեռ անդադ եղել է մայրիկի հետ, անդադ եղել է հայրիկի հետ ու այս մասը այնքան կարևոր է, որ երեխան եթե սովոր լինի գնա աճ, գնա ձախ, դա ուրիշ հարց է։ Այս պարագայում ուղղակի եղել է ողբերգություն, որը պետք է չլիներ, բայց եթե այս պայմաններն են, այսպես առանց սահմանների, որևէ մեկը ապահովագրված չէ, որևէ երեխա ապահովագրված չէ, իսկ գյուղը անմիջապես անպաշտպան գետի ափին է ու գործընկերը շատ լավ դիտարկում արեց, ասում է այս գեղեցկությունը, բայց այսքան վտանգավոր, հա, որտեղ բնությունը շատ շռայլ է այս գոտում, բայց նաև վտանգավոր է։ Այսինքն ընտանիքի միակ վարկածը այս պահին դա է, հա, որ երեխան գետն է ընկել, որովհետև դուք մի քանի անգամ հա ասացիք այս ողբերգությունը, այսինքն միակ վարկածը դա է այս պահին։ Կարծում եմ դա միակ վարկածը լինել չի կարող, վարկածներ հաստատ էլի կլինեն, բայց քանի որ ոնց որ դեպքի վայրն է, գետն է, իսկ մյուս վարկածները նաև կընթանա նախաքննություն եւ չեմ ուզում մնացած բոլոր կարծիքները, որոնք առանց ավելի հիմքի են հնչում, ասել, բարձրաձայնել, բայց վստահ եղեք, որ վարկածները կարող են նաև շատ լինել։
բայց քանի որ չկան տեսախցիկներ, այլ փաստեր, այս պահի դրությամբ 5 րոպե առաջ ենք այնտեղից եկել, 2 ժամուկես հետո, ոնց որ ավելի հավատացած եմ, որ մեր այս պահի թշնամին եղել է գետը։ 4 օր է, չէ, փնտրում են երեխային արդյոք։ 4-րդ օրն է, այո։ Հայրիկը դրոն էր, ես լսեցի, որ դրոն էր փնտրում, որ դրոնով արդեն ման գան։ Դա ինչ որ մի բան կտա իրենց։ Դե ես կարծում եմ, որ այն ինչը որ երեխայի հագուստի մի մասնիկը կլինի, ինչ որ մի բան, որը մեզ հուշում կտա, կարա իհարկե դրոնը ավելի վերևից, ավելի մեծ տարածք ֆիքսի, որտեղ մենք էլ հիմա երբ որ եկանք այս տարածքը, նույնիսկ չգիտենք էլ ինչով օգնենք, բայց ոնց որ քաղաքացիական պարտ լինի մեր համաերկրացու կողքը լինելու, հասկանում ենք, որ ինչքան տեխնիկա ունենք, ինչքան մարդկային ուժ ունենք, այս բանին պետք է գործի դնենք, որտեղ նաև այն փաստն է կարևոր, որ ծնողը ներսում հասկանա, որ օրինակ այս վարկածը ժխտվեց, անցնենք մյուս վարկածին, բայց քանի դեռ սա չի ժխտվել, բնականաբար բոլորիս աչքը դեպի գետնա։ Քույրիկը, աղջիկը հոգեբանական աջակցության կարիք ունի հիմա։ Դուք չեք պատկերացնի այդ երեխայի դրականը նաև այս պահին, որտեղ 4 տարեկան է ու վստահ եմ, որ ավելի ուշ կանրադառնանք, հա, տարբեր այս պահի դրությամբ, եթե դուք այցելեք երեխային, դուք միայն դրական հոսքով դուրս կգաք։ Եվ խաղում է, եւ պատմում է, եւ զբաղեցնում է, եւ շատ տաղանդավոր է։ Այսինքն հենց այս պահին, որ ասեմ, այնտեղ մի երեխա է, ով լացում է եւ սենց այդպիսի իրավիճակ չէ, եւ դա հենց երեխայի նաեւ զարգացման աստիճանից է, որը ուղղակի պատմում է իր փոքրիկ եղբորից եւ այլ, որտեղ մենք էլ հատուկ զինվածությամբ էին գնացել, որ եթե երեխայի հիշողությունը ակտիվացնելու կարիք լինի, ինքը սենց Տիգրանի մասին ուղղակի պատմեց ներկայով, որտեղ ինձ թվում է երեխան ներսում գիտի, որ Տիգրանը ուղղակի հյուրա գնացել կգա, չնայած որ ասում էր բոլոր մարդիկ եկել են Տիգրանին փնտրելու։ Դիտարկումները եւ երկուսից քննարկումները նույն ուղղությամբ են գնում, բայց քանի որ դեռևս նախաքննության ընթացքը եւ բոլոր վարկածները կամ պիտի հաստատվեն, կամ պիտի բացառվեն, որովհետեւ խոսենք արդեն փաստերից, այս պահի դրությամբ երևի թե կարևոր է այնտեղ մեր անելիքը, որտեղ մենք անելիք ունենք, այսինքն պատահական չէր, որ մեր այցը եղավ հենց բնակության վայր, որովհետև որպես մասնագետներ մենք ավելի շատ հիմա տեսնում ենք մեր անելիքը այնտեղ, այսինքն որտեղ որ պարզաբանումները պիտի լինեն օրենքի շրջանակներում, այն օղակներում, որտեղ որ արվում են ակտիվ գործողություններ, մեր անելիքը այնտեղ է, որտեղ մեր աջակցության կարիք ունենք, իդեմս փոքրիկ քույրիկի եւ ընտանիքի անդամների, որովհետեւ ինչպես Տիկին Մերաբյանը նշեց, Գանեն նախ շատ ինտելեկտուալ երեխա է ու շատ բազմախոս ու շփման խնդիր չունի, բայց այստեղ պետք է կարևորել այն հասարակության դերը, ովքեր իրենց անզգուշ արտահայտություններով նաև երեխային անընդհատ բերում են դեպի այդ դաշտ, սկսելով նրանից երեխան ինչ-որ բան ասեց, ինչ-որ բան իմացաք նրանից եւ այլն, եւ ապահովագրված չենք, երբ երեխան հայտնվի դրսում առանց ընտանիքի որևէ անդամի, ապա նման անզգուշ արտահայտությունները ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ։ Երևի թե այս պահին առաջնային կոչը հենց այնտեղ է, որ թույլ տանք հետ տրավմատիկ ընթացքը երեխայի համար ճիշտ հաղթահարվի, անկախ հանգուցալուծումից, միևնույն է երեխան հիմա պաշտպանական մեխանիզմներով փորձում է իրավիճակին չանդրադառնալ, իրեն տրված հարցերին շրջանցել, անցնել առաջ, բայց ապահովագրված չենք նրանից, որ հետագա հարցերը ու նմանատիպ արտահայտությունները կարող են որևէ հոգեվիճակ ավելի խորացնել։ Երեխայից բացի այս պահին նաև ընտանիքի հոգեվիճակը պատկերացնում ենք, հա, որքան բարդ պիտի լինի ու դրան զուգահեռ նաև համացանցում ու ակտիվ ատելության խոսք է տարածվում ընտանիքի մասին, անզգուշության մասին, հա, ընտանիքի։ Այս առումով ինչպես կարելի է այդ ընտանիքը պաշտպանել այդ ատելության խոսքից, որ իրենք կարդալուց հետո կարողանան հոգեբանորեն վերականգնվել նաև։ Կարծում եմ, որ այս ընթացքում առաջին հերթին պետք է հոգեբանական հիգիենան ապահովել, այսինքն չկարդալ, որովհետև այն մարդիկ, ովքեր շրջապատում են ընտանիքի անդամներին, պետք է նրանց ապահովագրեն մտնելու, կարդալու եւ ավել իրենց ցավեցնելու այդ հնարավորությունից, որովհետև մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն մարդկանց համար, ովքեր իրենց բազմոցներին նստած անխնա շռայլում են իրենց բառերը, ինչ որ մեկը ծնող չլինելով, չպատկերացնելով, թե ինչ է լինել, ծնող կարող է ուղղակի իր խորհուրդները տալ եւ այդպես շատ ավելի հեշտ է, բայց մի պահ փորձենք յուրաքանչյուրս պատկերացնել, թե ծնողը ինչ է զգում, իսկ միգուցե հենց ինքը ունի ինքնամեղադրանք եւ մենք ավել խորացնում ենք նրա հոգեվիճակը եւ յուրաքանչյուրս
պատասխանատվություն կրենք մեր ամեն բառի, ամեն տառի համար, որտեղ դա իր հետևանքները ունենալու է։ Այս պահին երևի թե ծնողները ուղղակի դեռևս իրենց պետք է զերծ պահեն նմանատիպ հաղորդագրությունները կարդալուց։